Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ, ինչից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատասխան գործողությունների մասին։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով երկրի տարածքի ուղղությամբ արձակվել է հրթիռների հերթական ալիքը, իսկ բնակչությանը կոչ է արվել ապաստարան գտնել անվտանգ վայրերում։ Մի շարք շրջաններում, այդ թվում երկրի հյուսիսում, դադարեցվել են դպրոցական պարապմունքները։ Ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին։ Թիրախների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծելով, որ շարունակելու է աջակցել խաղաղ համաձայնության հասնելու ջանքերին։ Ավելի վաղ Իսրայելը հարվածներ էր հասցրել Բեյրութի Դահիա արտվարձանին, որտեղ գտնվում են Հեզբոլլահ շարժման հիմնական հնագետերից մեկը, ինչին ի պատասխան էլ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հայտնաբերել և վնասազերծել է իրանական հրթիռները, որոնք փորձել են հակահարված հասցնել։ Իսրայելական կողմի տվյալներով երկրի ուղղությամբ հրթիռ է արձակվել նաև Եմենից։ Սա առաջին նման դեպքն է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան հրադադարից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին ռազմական գործողությունները չեն ազդի Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների վրա։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի և բոլոր ուղղություններով լայնածավալ գործողությունների։ Միևնույն ժամանակ Երուսաղեմում օդային տագնապ է հայտարարվել։ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հայտնել է, որ պայթյունների ձայները լսելուց հետո ստիպված է եղել իջնել ապաստարան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ֆոնին։ Ֆիլիպինների հարավային Մինդանաո տարածաշրջանում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով 1 մարդ զոհվել է, ևս 4-ը վիրավորվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալներով երկրաշարժը գրանցվել է մոտ 35 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի նահանգի ափերի մոտ։ Երկրաշարժից հետո Ֆիլիպիներում, նաև Ինդոնեզիայի և Ճապոնիայի մի շարք շրջաններում ցունամի նախազգուշացում է հայտարարվել։ Ֆիլիպիների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է սկսել տարհանման և փրկարարական աշխատանքները։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները վերահաստատել են իրենց աջակցությունը Կիևին և ընդգծել արդար և տևական խաղաղության անհրաժեշտությունը։ Կողմերը հայտարարել են, որ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է լինի անհապաղ և անվերապահ հրադադարը։ Նրանք նաև նշել են, որ Ուկրաինան պետք է ստանա իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգության երաշխիքներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարման հարցը։ Սթարմերն իր հերթին հայտնել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Ուկրաինային, ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգությունը նաև Եվրոպայի անվտանգությունն է։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը 2019 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Սի Ցզինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել կորեական թերակղզու ապամիջուկայնացման, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այցը տեղի է ունենում Պեկինի, Փհենյայի հետ կապերի ամրապնդման և Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու ջանքերի ֆոնին, հատկապես այն պայմաններում, երբ Փհենյան վերջին շրջանում ակտիվորեն խորացնում է գործակցությունը Ռուսաստանի հետ։ Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարար Վան Ին այցելել էր Փհենյան, որտեղ կողմերը հայտարարել էին երկկողմ գործակցության ընդլայնման պատրաստակամության մասին։